Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայկալիքի հարգելի բաժանորդներ։ Այժմ ես գտնվում եմ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, Բավարիա հողի Նյուրնբերգ քաղաքում եւ մի պատմական կառույցի մոտ, որտեղ տեղի է ունեցել հայտնի Նյուրնբերգյան դատավարությունը։ Հատուկ այս տեսանյութը նվիրված կլինի այս կառույցի ուսումնասիրությանը եւ կառույցը տեսանկարահանեմ ես հայկալիքի բաժանորդների համար։ Ահա տեսնում ենք մուտքի մոտ Memorium Nürnberger Prozess Նյուրնբերգյան գործընթացի հուշահամալիրն է։ Շատ մեծ կառույց է չափսերով, հիմա ես կշրջեմ կառույցում, կառույցի բակում եւ այն իր մեծությամբ կարծես խորհրդանշական ցուցադրել է եւ խորհրդանշական ընդգծվել է օրենքի ուժի ամբողջ կարողությունը եւ դատավարությունը Նյուրնբերգյան գործընթացը տեղի ունեցել հենց այս դատարանում, Գերմանիայի Հանրապետության հենց այս դատարանում։ Սա ընդամենը դատարանի մի պատն է, դատարանը ձգվում է մի քանի 100 մետր պարիսպները եւ հիմա ես այդ ամբողջ կառույցի մեծությունն ու վեհությունը ցույց կտամ տեսանյութում։ Սիրելի դիտողներ, այժմ մենք գտնվում ենք դատավարության սրահում, որտեղ տեղի ունեցել Նյուրնբերգի դատավարությունը։ Նյուրնբերգյան դատավարությունը սկսվել է 1945 թվականին։ Դատավարությունը տեղի ունեցել 1945 թվականին եւ օգոստոս ամսին այս դահլիճում, որը 600 հոգանոց 600 համարի դահլիճն է, այդպես է կոչվում, ցախ կողմում գտնվում է, տեսնում ենք հատուկ հուշարձան, որտեղ որ երիտասարդ դա իր ձեռքում բռնել է սուրը, ինչը խորհրդանշում է օրենքի ուժը։ Կենտրոնում փայտյա ամբիոնից ետևում նստել են, որը որ հիմա երևում է, 22 դատապարտյալները եւ այդ տարածությունը ավելի մեծ է եղել, քան հիմա է երևում, որպեսզի տեղավորի 22 դատապարտյալների։ Անկյունում դատապարտյալների նստարանին ուրեմն եղել է ամենակարևոր Նյուրնբերգյան գործընթացի դատապարտյալներից Գյորինգը եւ սա համարվում է Նյուրնբերգյան գործընթացի ամենամեծ ձեռքբերումներից, որ կարողացել են Գյորինգին ներգրավել Նյուրնբերգյան գործընթացին։ Գյորինգը դատարանին ներկայացել է որպես սովորական քրեական իրավունքով դատապարտվող հանցագործ եւ պետք է դատվեր բոլոր օրենքներով եւ կարգին համապատասխան այդ ժամանակ գործող օրենսգրքի, քրեական օրենսգրքի կանոններին եւ կարգին համապատասխան։ Գյորինգի կողքին առաջի շարքում եղել են ֆյուրերի ներկայացուցիչները եւ դրանցից ասենք այնպիսի դեպքեր նացիստական ռեժիմի, ինչպես են պաշտպանության նախարարը, Լեհաստանի գեներալ գուբերնատոր Գանս Ֆրանկը, երկրորդ շարքում Գյորինգի հետևում եղել են արդեն ադմիրալներ,
երիտասարդների առաջնորդը, նացիստական ռեժիմի և Ալբերտ Շտերը պաշտպանության նախարար։